Ես սարսափ ունեմ իմ մեջ ծնվող կասկածներից։ Կասկածները նման են որդի, որ քեզ դանդաղ, շատ դանդաղ կրծում ու ոչնչացնում են։ Ալդան Գյորգիչն է, բժիշկ մի հատ բարձրացեք ինձ մոտ։ Որոշումդ վերջնական է։ Հա, ու չփորձես ինձ կանգնեցնել։ Ինչպես տեսնում ես, ես ոչինչ չեմ անում, տեղից ես չեմ շարժվում։ Ես չեմ կարող ապրել մի տանը, որտեղ ինձ չեն հարգում։ Երեխուն կթողնես, նոր կգնաս։ Էդ էր մնում պակաս։ Ես իմ երեխային չեմ կարող թողնել միտեղ, որտեղ հոգեկան հիվանդ տղա կա։ Գուցե բարին էլ դա էր։ Գուցե հիմա պետք էր, որ նա գնար։ Ես այնքան մտածելու բան ունեմ, այնքան բանաթափվել գլխիս, որ մարդայի անվերջ բողոքները ինձ միայն կարող էին հունից հանել։ Եկեք բժիշկուհի ջան, նստեք։ Ես ուզում եմ տեսնեմ ինչ խորհուրդ կտաք ինձ։ Նորից առողջական խնդիրներ ունեք։ Ես ուզում եմ տղայիս մասին խոսենք։ Դուք այդպես էլ չհասկացաք, չէ՞, թե ոնց եղավ, որ տղես այդ կարճ ժամանակահատվածում հանկարծ այդպես արագ ոտքի կանգնեց։ Հա, միայն ես չեմ։ Բոլորս էինք զարմացած։ Հիմա, որովհետև ես կարող եմ արդեն հանգիստ ես հետ այդ մասին խոսել, Վլադի վիճակը այն ժամանակ ծայրահեղ ծանր էր։ Նրա փրկությունը հարցականի տակ էր դրված։ Ոչ մեկ չէր կարող ասել, որ նա կապրի։ Բայց նա ապրեց։ Ու ձեզնից ոչ ոք չհասկացավ, թե դա ոնց եղավ։ Ոչ։ Ես ուզում եմ, որ դուք նորից անցնեք տղայիս արված այդ բոլոր հետազոտությունների վրայով։ Ես չգիտեմ, թե ինչ ակնկալիքներ ունեմ, բայց ուզում եմ, որ դուք նորից հետազոտեք, վերանայեք ու ինձ ասեք, եթե ինչ-որ բան գտնեք։ Իսկ ինչ պետք է գտնենք։ Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ սա Վլադը չի։ Եթե ես քո համար Վլադը չեմ, կարաս գնաս այստեղից։ Ընկել եմ մտքերի մեջ։ Ինչքան էլ փորձում եմ չհավատալ, մեկակասկածներս գնալով ավելանում են։ Իմ սիրտն ինձ հուշում է, որ դու Վլադը չես։ Լավ, բայց եթե դու Վլադը չես, բա ուր է Վլադը։ Ինչ անեմ։ Ես էլ քեզ մեզ խաղամ։ Իսկ եթե խաղամ, ու հետո պարզվի, որ դու Վլադն ես։ Հանդվում ասախ պլաններս։ Ինչ մտածել է, ինչ պլանավորել է, սաղ կհանդվում է։ Ում պատճառով մի հատ աղջկա։ Պետք է տակից դուրս գալ, պետք է մի բան մտածել, որ ես ամեն ինչ տակից դուրս գամ։ Դե գործի երողեղ, դե գործի երողեղ։ Ոնց ես քեզ զգում։ Կամ ինչ ես զգում, երբ գիտակցում ես, որ քո ձեռքով կարող է մարդ մեռներ։ Իսկ դու։ Դու ինչ ես զգացել։ Չէ՞ որ դու ես սպանությունների մեծ վարպետը։ Ես ու դու մեկ չենք։ Մեզ չհամեմատես։ Իսկ ես չեմ էլ համեմատում։ Բայց արի դու ինձ հետ սենց մի խոսա։ Ասես ես մարդասպան եմ։ Իսկ քո արարքը դու ուրիշ ոնց կորակես։
Ես դիտավորյալ չեմ այդ մարդուն մեքենայի տակ գցել։ Այդ քեզ կփրկի պատասխանատվությունից ու պատժից։ Եթե դու դիտավորյալ սպանությունից հետո նստած ես հիմա իմ դիմաց ու խոսում ես հետս պապա, ու ոնց տեսնում եմ չես ենթարկվել պատասխանատվության։ Ինձ ինչի պիտի ենթարկեն, կասես։ Ինչքան խոսում եմ հետդ, այնքան հասկանում եմ, թե ինչ անորակ մարդ ես դու։ Ես ոչ մեկին չէի ուզում մեքենայի տակ գցել։ Ու չէի գցի, եթե չհայտնվեի ղեկին, պապա։ Իսկ ինչի համար հայտնվեցի ղեկին։ Որովհետև դու ինձ նվաստացրեցիր, դու ինձ վիրավորեցիր։ Այսինքն էլ ես մեղավոր դուրս եկա, հա։ Չէ, ամեն ինչի մեղավորը ես եմ, պապա, դու կապ չունեք, ոչ մեկդ մեղավոր չի, մենակ ես եմ մեղավոր։ Մենակ ինձ կարելի է գիժ ասել, քարկոծել ինձ։ Ինչ ա եղել, որ Կարմենն ա։ Գժականը չմիացնես։ Ամբողջ կյանքում ինձ գժի տեղ դրեցիք, բայց մեկը չկար հարցներ, ինչից եմ գժվել, ինչն ա պատճառը, ինչն ա ինձ կոտրել, պապա։ Ուշացումով տալիս եմ քեզ այդ հարցը։ Ես չգտա իմ երջանկությունը, պապա, չսիրվեցի, իսկ այդ ամենավատ բանն ա, որ կարա մարդուն պատահի։ Ամեն ինչ սուտ է ու անկարևոր։ Մենակ սերն ու երջանկությունն են, որ մարդ պիտի ունենա ու վայելի։ Իսկ դրանք ցավոք սրտի փողով չի առնվում։ Թե չէ դու բոլորիս համար լիքը առած կլինեիր, չէ՞։ Խնդիրներ ունենաս այս մեր հանդիպումից։ Իմ հետ Վլադի։ Բայլուն։ Չէ։ Ես ուզում եմ քեզ տեսնել։ Գնայս աչքերս։ Ինչ է եղել։ Չգիտեմ։ Ոնց չգիտես։ Հա, չեմ խաբում, իսկապես չգիտեմ, թե ինչ ա եղել ու ինչ եմ ես հիմա այսքան վատ։ Իսկ ինձ ինչի ա թվում գիտես, բայց չես ուզում ասես, չես ուզում խոսաս։ Ինչ այլ վստահություն չկա։ Կա, Ժանո։ Ուղղակի ես չեմ ուզում հիմա ինչ-որ բաներ ասեմ, որոնցում ինքս վստահ չեմ։ Ուրեմն կասկածներովդ կիսվիր։ Ժան, արի ոչ մի բան ես քեզ հիմա չասեմ, մինչև ինքս ամեն ինչ չի իմանում, լավ։ Չէ, ես անգամ չեմ ուզում հավատալ, որ Վլադի հետ չեմ ապրում, քեզ որ գցեմ իմ ապուշ կասկածների մեջ։ Ոնց կուզես։ Մերսի։ Դու գիտես, ես հարգում եմ քո որոշումը։ Դու ինձ ես միշտ հարգում, Ժան։ Մերսի քեզ շատ։ Չէ ադանը կներես, բայց ես չեմ կարող ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է։ Ես հոգու խորքում գիտակցում եմ, որ դու խնդիրներ ունես, ու դրանք կապված են Վլադի հետ։ Հիմա պետք է երջանիկ լինեիր։ Ամենայն դեպս Սևանից հետո ես հույս ունեի, որ վերադառնալով դու կերջանկանաս, բայց ոնց որ տեսնում եմ, չկա նման բան։ Ժան, թողնենք, հա։ Արի քեզնից խոսենք։ Այդ ինչի տենց միանգամից որոշեցիր, որ պիտի գնաս ԱՄՆ։ Դե դու գնացիր ման եկար, ամերիկան տեսար, հետ եկար, ես էլ չեմ ուզում քեզնից հետ մնամ, ես էլ եմ ուզում գնամ, թափովի մեջ հետ գամ։ Լավ, լուրջ։ Թե ավելի լուրջ մորս մոտ եմ գնում։ Ինչի տենց հանկարծ որ։ Որովհետև զգում եմ, որ արդեն սպասելն անիմաստ է, ու չեմ կարողանում սպասել։ Իմ մեջ անընդհատ հարցեր են ծագում, որի բացատրությունները ես չեմ կարողանում գտնել Ադանը։ Այսինքն իր դու իրան ուզում ես տեսնես, որ ինքը քեզ օգնի, թե ուղղակի ուզում ես իրան ճանաչես դու։ Թե ճիշտն ասեմ, չգիտեմ։ Չգիտեմ ինչ եմ ուզում։
Չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում։ Հա, դու էլ գնա, որ ես մնամ լրիվ մենակ։ Ճիշտ է, ամեն օր չենք տեսնվում, բայց մնակ եմ, որ գիտեմ ես քաղաքում ես, արդեն ես հանգիստ եմ զգում։ Երևի պապատ էլ այդ պատճառով չէր ուզում, որ գնային, գիտես։ Երևի։ Չնայած կարծում եմ, որ ինքը ուրիշ պատճառ ուներ։ Դեմից ուզում էր խոսար, հետո լռեց, չխոսաց։ Պիտի պարզեմ։ Հա, ու չնայես այտենց։ Ասենք ինքը գիտի, որ ես չեմ ուզում, որ դու գնաս, ու պարզենք, կարա միայն դրա համար չուզենա, բայց ասենք դա պատճառ չի, որ ինքը քեզ առաջարկի մնալ։ Ինչ ես ինձ կանչես դե։ Ես չինական խոհանոցի սիրահար եմ։ Դու ես սիրահար, բայց ոչ ես։ Խորհուրդ եմ տալիս փորձել, շատ հանում։ Արի կոնկրետ բուն թեմային անցնենք։ Ասա տնամ ինչ ես ինձ կանչի հասցրել բերես դե։ Բալաչ, ասում եմ փորձի, կհավանես։ Ալիքի թեմայով ես խոսալու։ Մոնթե, վաղուց չես աշխատում, ոչ մի բանով չես զբաղվում, ոնց ես ապրում։ Ես կաժարկ ես ուզում առաջարկես։ Չէ, ես։ Քեզ ով ավարգ է, ալիքը թե լևը։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Լսի, որ ալիքը բերդ ընկնի, մենք դրանից ոչ մի բան չենք շահում։ Ինչ վատ կլինի, որ այդ երկու աղբորը մի լավ թալանենք ու մեր գրպաններն էլ լցվեն։ Այդ քանի կարի մտածում էր, որ երբ ալիքը բերդ ընկնելու, մեր մտածում ես, որ դրանից շահ չկա, հա։ Այդ դեպքում մեր շահումը մեծ փողերը կլինեն։ Ինձ փող պետք չի։ Ինձ պետք է որ ալիքը հայտնվի բերդում, որին այսքան տարի սպասել եմ ես։ Այդ ամենամեծ նվերը կլինի։ Մամ։ Մամ։ Ուր է Կարմենը։ Կարմեն։ Լավ ինչ մի վրազանգում ես չհասկացա։ Չպիտի փորձեմ, Ժան։ Ադան է դուրս տղա։ Իր խանգարի։ Ովշե միզնի ցույցդ գտրի։ Ես կոնոմ ծախու չեմ։ Բարերիդ ուշադրություն դարձնու։ Ես չեմ ծախվում։ Այ որ չծախվեիր։ Ստեղ չէր ելնի։ Այդ առաջարկները ինչ չէիր անի։ Ալիքն էլ բերդում կլներ, ոչ թե ազատության մեջ։ Սպասի ասա։ Դու սպասելու բան չկա, ասելու բան չկա։ Դու էլ քաղաքական գործիչների պես ես։ Լավ խոսում ես։ Կանգնում ես ժողովրդի կողքը։ Ես հենց բերանը մի պատար բան են գցում, կամ պաշտոն են տալի, անցնում ես ընդհատակ։ Հա, բալես։ Պապա, կասես ինձ, թե դու ինչ ես դեմ, որ Ժանոն գնա ԱՄՆ։ Պատճառ կա, պապ։ Բալես կլինի դրա մասին հետո խոսենք։ Չէ, պապ, հիմա ասա։ Որ դուք քուր ախպեր չեք։ Աղջիկանը մի հասկացա հարցերի տարապը կսկսի, բայց արի թողնենք հետո, ես մի հանդիպան եմ։ Թե Դու լսի է վալեր։ Ես չգիտեմ ինչ ես դու ուզում ալիքի կարշին պերկես, բայց բացտացի պերկում ես։ Ու ստիպում ես, որ ես քեզնից երես դարձնեմ։ Ասեց իր ասելիքը։ Չէ, ասեց հանդիպման եմ, զբաղված եմ։ Հետո ասեց կխոսանք։ Դե, ուրեմն լավ է, չգիտեմ։ Ամենայն դեպս ինձ թվում է ինքը չուզեց, որ դու գնաս, որ ես ինձ վատ չզգամ։
Դե ինքը գիտի, որ դու գնաս, ես ինչ պիտի անեմ, Ժան։ Չէ։ Ես Լևի մոտ եմ եկել։ Լևը տանը չի։ Ավելի լավ մենք շփվելու հնարավորություն կունենանք։ Ես շփվելու համար չեմ եկել։ Ու եթե Լևը տանը չի, ավելի լավ է գնամ։ Հիվանդանոցում Վարքին բարեհամբույր էի ինձ հետ։ Ես էլ ուրախացել էի։ Ինչը որ շատ սխալ նայվեց տղուտ կողմից։ Թող քեզ համար մեկ լինի Արամիկի ասածները։ Ինձ համար լրիվ մեկ է իր ասածները։ Որ այդպես էլ լր չէի շտաբի հեռանալ։ Մենակ եմ հատել։ Չեմ կարող։ Մերս հիմա իմ կարիքը ավելի ունի։ Որ Լևի մոտ էիր գալիս, մորդ մասին չէիր մտածում։ Բայց որ իմ հետ պետք է մնաս, մի անգամից սկսեցիր մորդ մասին անհանգստան, հա? Չէ, ես ուղղակի Լևի մոտ մորս հետ կապված գործով է եկել։ Ինչ եղել ասա։ Կարող ես կարողանամ օգնել։ Շատ անճար չեմ հետնել հայրդ է։ Մորս վիճակը շատ վատ է։ Հույս չեն տալիս։ Բայց քանի կար ասում էին… Ասում էին, որ ամեն ինչ լավ է։ Բայց փաստորեն մաման ճիշտ էր անում, որ այդ բժիշկների խոսքին չէր հավատում։ Ինչ են ասում բժիշկները։ Ինչքան ժամանակ են տվել։ Ես այդ մասին չեմ մտածում, ու չեմ մտածում, որ մերս կարա չլինի։ Իսկ Լևից ինչ էիր ուզում։ Ասում են, որ փրկության միակ տարբերակը երկրից հանելն է։ Որի համար գումար է պետք։ Հա։ Ու հանուն մորս ես պատրաստ եմ Լևից խնդրել այդ գումարը։ Իսկ ես ինչի համար եմ, որ դու Լևից պետք է խնդրես։ Հա, համաձայն եմ, հոպարը դա։ Դու իրանից կարաս խնդրես ամեն ինչ։ Բայց իրանից առաջ ես կամ չէ։ Հերդ եմ։ Ինձ պետք չեն քո փողերը։ Իմ փողերը նաև քո փողերն են։ Եթե դրանք ես պետք չլինեին, դու չէիր գա Լևի մոտ։ Ընտանիքի անդամների լեզուն ավելի կերկար է։ Կմտածեն ճիշտ էին, որ ես քո այդ փողերիդ համար եմ շփվում։ Ինձ համար մեկ է։ Ես կողքից կարծիքներ չեմ հարցնում։ Ամեն անգամ մի լավ ուտում ենք իրար, բայց որ քեզ իմ տանն եմ տեսնում, էլի ուրախանում եմ։ Շատ մի ուրախացի։ Նոր բան ես իմացել, եկել ես պարզելու։ Եկել եմ ասեմ, որ գնում եմ։ Ուր։ Ամերիկա։ Դեք։ Ինչ կա Ամերիկա, ում ես կորցրել։ Կորած մորս։ Իմաստը չեմ տեսնում գնալուդ։ Այդ դու ես որոշում։ Դե քանի որ դու բավականաչափ ուղեղ չունես դրա համար, ստիպված եմ ես որոշել։ Ես բավականաչափ ուղեղ ունեմ ու արդեն որոշել եմ։ Ով է ուղեղդ մտցրել, որ պիտի գնաս Ամերիկա։ Այդ Գագասը։ Ինչ կա այդ մարդու հետ, որ դու տենց անընդհատ իրանից ես խոսում, աչքիս ինքը շատ կարևոր մի բան գիտի իմ մասին։ Քեզ չեն թողնի հասնես Ամերիկա։ Եթով չի թողի, որ կթողեն, դու հանգիստ եղի։ Լավ, եթե կթողնեն, ուրեմն գնա։ Լեոն ինձ կօգնի, ես իր հետ արդեն պայմանավորվել եմ, ինքը խոստացել է։ Այդ Լեոն շատ է իրան մեծ բարերարի տեղ դրել, ում գործի մեջ ասես քիթը մտցնում է, ես դրա ոտները կպոկեմ բրից։ Հանկարծ չփորձես իրան խանգարել, Լև։ Դե ուրեմն քանի շուտ է,
Դու ինքդ քո կամքով մոռացիր Ամերիկա գնալու մասին։ Ինչի մոռանամ, Լև։ Ինչի մոռանամ, եթե ուզում եմ գնամ մորս տեսնեմ։ Նա քեզ ինչ մեր նա քեզ։ Ինչ մեր, եթե դու անգամ չես տեսել նրա դեմքը, նա քեզ ինչ մեր։ Շլավա, եթե քեզ դեմքով ճանաչում եմ, դու իմ հերը կարաս լինես։ Դու կարող ես նաև ինձ դեմքով չճանաչել, բայց այսպես թե այնպես ես քո հերն եմ։ Քո։ Ինչի դու հա ինքը չէ, քո առավելությունները ինչի հաշվին են։ Լսի ինձ, մի վերջին անգամ էլի ասում եմ, լսիր ինձ, ես քեզ վատ խորհուրդ չեմ տա, չեմ ուզում դու գնաս Ամերիկա։ Քո թերություններից մեկը գիտես, որ նա կներես իհարկե, ասեմ էլի, որ դու քեզ միշտ ճիշտ ու ամենախելոքն ես համարում, իսկ մնացածը քյալ ու սախալ են։ Բարև ձեզ։ Բարև։ Դու այստեղ ինչ ես անում։ Ես ճիշտն ասած ձեզ մոտ էի եկել, բայց որ տանը չէիք։ Հա, բայց արդեն տանն եմ, ասա ինչ է եղել։ Ես գնամ։ Ամփերի, դու էլ։ Ինչ է եղել։ Ես շտապում եմ։ Ինչ ձեզ պիտի ասեի արդեն։ Պարզ է, ալիքին ես ասել։ Նորմալ է։ Ամփերի։ Ուղեղիցդ հանի հետ մեկնել հետ, դու Ամերիկա չես գնալու։ Մամ, մի հատ ինձ նայի, մամ, ինչ ես տենց սառած հայացքով ինձ նայում։ Իսկ դու ով ես։ Ես Խորենն եմ, քո սիրած տղեն։ Իսկ այդ դեպքում նա ով է։ Ինչ ես արել իմ Վլադին։ Վլադից սաղ եմ թողել, բայց այդ Կարմենին սաղ թաղելու եմ։ Չհասկացա պապան ինչի տենց բան ասեց։ Ցրելու համար։ Բայց չէ։ Տենց բանը հո հենց նես չեն ասի։ Պապան հաստատ ինչ-որ բան գիտի ու երևի միշտ էլ իմացել է, եթե անընդհատ ափսոսում էր, որ ես Ժանոյին չընտրեցի, որ նա ինձ կարող էր երջանկացնել։ Մի խոսքով չեմ հասկանում։ Ինչպես նաև չեմ հասկանում ճիշտ վարվեցի, որ Ժանոյին չասեցի։ Չէ։ Համենայն դեպս ես չպիտի թողնեմ, որ ինքը գնա։ Մենք եղանք հիվանդանոցում։ Հիվանդանոցում։ Դու ասել էիր այն ժամանակահատվածում, երբ տեղի ունեցել ավտովթարը, հիվանդանոցում ես եղել։ Հա, հորս մոտ էի։ Մենք խոսեցինք բուժ անձնակազմի հետ, նրանք փաստեցին քո ասածները։ Հա, բայց ես այսքան ժամանակ ինչ էի ասում, դուք ինձ այն վաղ պետք է հավատայի, կարող է խափող տղա եմ ես։ Բայց եթե դու չես եղել ղեկին, ապա ով է եղել։ Ես ինչ իմանամ այդ ցավը տանեմ։ Ես որ իմանայի, ես որ իմանայի, կարող է չասեի, կասեի։ Մեքենան քոնն է, ու դու պարտավոր ես իմանալ, ով է նստած քո մեքենայի ղեկին։ Հնարավոր չի չիմանաս։ Գիտես, դրամաբանական ես ասում։ Բայց լուրջ ես չգիտեմ։ Դու ազատ ես, կարող ես գնալ։ Այսինքն դուրս է գալիս իմ դեմ ոչ մի բան չունեք։ Ոչ, բայց պետքա պարզենք, ով է եղել մեքենայիդ ղեկին։ Պարզեք, ես էլ եմ ուզում իմանամ ով է եղել։ Կպարզենք։ Քեզ որտե բռնեմ թաղելու եմ։ Ինձ չվախեցնես, այ գիժ։ Ինչ ես արել մորս հետ։ Զվարճացել եմ։ Դու նայ ես քո հետ ո՞նց եմ զվարճանալու։ Եթե գտնես կզվարճանաս։ Եթե մորս ցնդսնես, քթերիցդ բերելու եմ։ Տականք։ Ինչի մամատ նորվա ցնդածն է, Ազիզ ջան։ Արա ինչ ես մտցրել Վլադի սենյակ։ Ես քեզ զգուշացրել էի, որ բոլորը իմանալու են դրա մասին։ Ինչի պիտի մամայիդ բաց թողնեի։ Եվանդ կնիկ ամեղք չի։ Հայ դեպ, իրա սրտիկը ամենաշատն է ցավալու իրա տղաների համար։ Ես քեզ կտոր եմ անելու, չես պատկերացնում ինչ եմ անելու հետդ։ Ես քեզ համար Վլադիկը չեմ, հասկացար։ Դու Վլադին երանի ես տալու։ Շատ խոսած պապայիդ եմ ուղարկելու այդ տուն։ Եղավ խորեն չո։
Այ, ուղարկի, ես անամբեր սպասում եմ, ուղարկի, որ գամ հետևիցդ։ Ժան, զանգել եմ խնդրելու, որ նորից հանդիպենք։ Ինչի՞։ Բան եմ ուզում քեզ ասեմ, Ժան։ Ադան է վախացնում ես։ Դա հո քեզ բան չի արել։ Իմ ու Վլադի հետ չի կապված։ Ինձ ու քեզ ա վերաբերում, Ժան։ Աղջիկ ջան, ուր եմ գնում։ Քշեք, հա։ Չէր ուզում հետս խոսեր, հետո համոզեցի կիսվեց։ Ինչ կար համոզելու, հելն ես։ Դու իր համատ ավելի մեծ սեր ու հարգանք ես վայելում, քան ես։ Ինչ էր եղել։ Լոլայի վիճակն ա վատացել։ Խորհուրդ են տալիս երկրից դուրս անել։ Ինձ ասացին, որ գնալով դեպի լավն ա գնում, էլ դրա լավը որն ա։ Դե հիմա վիճակը ավելի ա ծանրացել ու ամիսների կյանք են տալիս կամ հետ էլ չեն տալիս։ Так, լավ, ես կգնամ հիվանդանոց կհետաքրքրվեմ, տեսնեմ ինչ ա եղել։ Մի խառնվի, հա։ Ինչի՞։ Թող որ ես անգամ էլ ես մի բան անեմ սոսի համար։ Հա, բայց ինչ տարբերություն ալիք։ Քեզ համար գուցե տարբերություն չկա, բայց ինձ համար կա։ Ես ուզում եմ սոսը ինձ էլ հարգի ոնց որ քեզ։ Լավ, մի ուղղություն տամ քեզ այդ դեպքում։ Սոսն ինձ փողի համար չի հարգում ու հանկարծ չսխալվես։ Գիտեմ ապեր։ Դե ուրեմն փողով մի փորձի հասնել նրա հարգանքին։ Բայց թող որ ես անգամ ես հոգամ Լոլայի բուժման ծախսերը։ Եթե դու դրանից քեզ լավ կզգաս, խնդրեմ։ Չես խալ էր Ժանոյին զանգելս։ Պիտի նախ պապայի հետ խոսայի ասածներին բացատրություն ստանա, հետո զանգեի Ժանոյին։ Ուղղակի լրիվ չորացել է։ Նյութելի ոչ միտեղ միտքդ չի գալիս, որ ապահով լինի։ Չես կարողանում մի տեղ գտնես, որ թաքնվես։ Կանգնեք, հա։ Չի կարա սենց բան լինի, ասում եմ տեսնում ստեղ։ Ոյ, փողը ձեր։ Խապված աղջիկ։ Ինչի ես մենակ ու ոտքով։ Արի ես քեզ տանեմ, տաքսիով եմ, արի։ Ինձնից հեռու, հա, խնդրում եմ։ Հեռու մնա ինձնից։ Բայց ինչ տարօրինակ աղջիկ ես դու։ Ինձ թվում է դու խելացի ես։ Ուրիշը քո փոխարեն լիներ ինձ այսենց կբռներ ու բաց չէր թողնի։ Ինչի համար։ Սիրուն աչքերիդ, թե կեղտոտ բերանդ բացելու համար։ Լսի։ Ուրիշը ուղղակի կխնդրեր, որ ես իմ բերանը բացեի։ Լսի, ինձ թվում է դու առանց խնդրելու էլ բերանդ կբացես։ Ու գիտես ինչի։ Որովհետև քեզ ատենց է պետք։ Արի դու դուրս արի քո ձևերից։ Ու մի ձևացրու իբր չես ուզում, որ ես խոսեմ։
Իսկ ես կխոսեմ։ Խոսա։ Ինչ պիտի ասես, հա? Ինչ պիտի դու հիմա ինձ ասես։ Էլի քո նույն ապուշությունները, որ Վլադը չի, որ Վլադը խորենն է, հա? Բայց դեպքում ուրա Վլադը։ Ուր անհետացել Վլադը կասես, ուրա Վլադը, չկա ինքը ուրա։ Մեռածա։ Մեռածա։ Մեռանա, չկա։ Մեռածա, սոս։ Մամա ջան, խես տենց սառած նայում, որ ես ուրախ չես, որ տուն եմ եկել։ Արամիկ ջան, ուրախ եմ, իհարկե ուրախ եմ, ուրախն են խոսքը չի։ Չի երևում, մամա, ոչ գրկում ես, ոչ մի հատ գալի կարգին պաչում, քո ձևով։ Ասում եմ, որ քեզ բաց են թողել, կարող է Կարմենին են բռնել։ Կարմենի համար ես դարդանում։ Դե հա, հիմա այդ աննորմալին մենակ Բերդն էր մնում։ Մամա, ու այդ ոնց պետք է Կարմենին բռնեն, եթե չգիտեն, որ ինքն է ավտոն քշել։ Խափում ես, Արամիկ։ Մամա ինձ նագլն օբրազում խափում ես։ Եթե դու Կարմենի անունը տված չլինեի, քեզ հաստատ ոչ մի բաց չէր թողնի, տղա ջան։ Կարող է գիտես գործ տվող եմ աղջի, էն էլ հարազատ քրոջս վրա, հա? Խառնել ես ինձ։ Այ դերասան, լավ էլ խաղում ես։ Դու հաստատ քո ազատությունը, քո հաճույքները պահպանելու համար ամեն քայլի էլ կդիմեիր։ Ցնդել ես դու կարող եմ տամ։ Ոյ լավ, դե հանգստացի մի հատ։ Չափավորի դե քեզ։ Մի հատ հանգստացեք, հա? Տղա ջան, բա որ անունը չես տվել, այդ դեպքում ոնց բաց թողեցին։ Մամա, ճշտեցին, բարձեցին, իմացան, որ ես չեմ, բաց թողեցին։ Այդ դեպքում ով է պատասխան տալու ավտովթարի համար։ Հաստատ ոչ ես։ Երդվում ես մամայի անգին արևով, որ քրոջդ անունը չես տվել։ Մամա, հեսա կգնամ քրոջս անունը կտամ, կգամ, ասեցի չէ։ Հոյ գերոյ տղա։ Համել ուրա Կարմենը, ես մի հատ պետք է դրա ականջները քաշեմ։ Ուրա էդի։ Որ տաներինի անպայման կքաշես, չմոռանաս։ Չգիտեմ, տաններ։ Հոպարի տանից հետևներիցս գցե բերել էինք, բայց թե հետո ոնց թռավ գնաց չեմ տեսել։ Քեզ չես հոգնի, գիտես։ Չես ձանձրանա։ Երբեք չես կարող գուշակես, թե որը կլինի քո հաջորդ խոսքը։ Այ, փաստորեն, դու չես հավատում, որ Վլադը մեռած է։ Ես այսքան խոսում, իսկ դու չես հավատում։ Հա։ Չեմ հավատում։ Այսինքն քեզ դուր է գալիս խաբվածի կարգավիճակում լինել։ Լսի, ես խաբված չեմ։ Լսում ես, ես խաբված չեմ։ Խաբված ես։ Քո կողքի խորենն է, ոչ թե Վլադը։ Ես չեմ հասկանում, դու այսքան ժամանակ ոչ մի փոփոխություն չես նկատել։ Հա։ Վայ, հա Վլադը փոխվել է։ Հա Վլադը փոխվել է, բայց դա միայն իր հիվանդությունից ելնելով, հասկանում ես։ Հասկանում եմ, որ խորենը այս փուչուրի կողեղդ լավ լցրել է։ Լսի, ես Վլադի հետ եմ ապրում։ Դու խորենի հետ ես ապրում։ Վլադը վաղուց մեռած է, մեռածուտ է։ Սուտ չի, երդվում եմ, սուտ չի։ Դու խորենի հետ ես քնել։ Դու խորենի հետ ես քնել։ Լսի, ես չեմ քնել նրա հետ։ Լսում ես, ես չեմ քնել նրա հետ։ Քնել ես։ Խորենը խոստովանել է, որ քնել ես։ Քնել ես։ Շարունակում ես չհավատալ ինձ։ Շարժիր այդ ուղեղդ։ Հիշիր վերջին իրադարձությունները։ Վերլուծիր։ Հիշիր Ջուլիի տանից գնալը։ Քեզ ինչ ա թվում ինքը մենակ է իր ատոտիկներով փախել, չէ՞։ Խորենը նրան օգնել է, որովհետև չէր ուզում, որ Ջուլին բերանը բացեր։ Իսկ մայրը միակ մարդն է, ով տարբերում է իր տղաներին, հասկացար։
Գնա Վլադը։ Չկա։ Արելա։ Thank you.